Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք մեր ուղիղ եթերը, եթերում սուրճ ու սերն է առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը, սուրճը վերցրել ենք եւ սիրով սպասում ենք ձեզ հանրայինի ուղիղ եթերում։ Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը այսօր, ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր, ձեզ հետ կլինի մինչև առավոտյան ժամը 11-ը ձեզ փոխանցելով դրական լիցքեր եւ լավ տրամադրություն։ Այո, այժմ 9:30, այսօր մարտի 19-ն է, չորեքշաբթի, աշխատանքային շաբաթը կիսվում է եւ անձրևային եղանակ է եւ այժմ ձեր էկրաններին եւ այսպես ռադիոընթունիչներին երկու խիստ տարբեր մարդիկ են անձրևի հանդեպ իրենց վերաբերմունքով։ Ես շատ եմ սիրում այս եղանակը, իսկ հա Մարինան պարզվեց ատում է։ Այո, եղանակը ինձ վրա անկեղծ ասած թողնում է տրամադրություն եւ հետք եւ ազդում է իմ տրամադրության վրա, հետեւաբար ես ավելի շատ արևի մարդ եմ։ Սիրում եմ գարունը, երբ արև է, երբ լավ եղանակ է, սիրում եմ ամառը, երբ շատ շոգ է, այն մարդկանցից չեմ, որ ասում են, մի քիչ այն որ աշունը գա, մի քիչ հովերն ընկնի, չէ, լավ է, թող տաք լինի, շոգ լինի։ Ամեն դեպքում չեն կարող դժգոհել այս գարնանից, որովհետեւ միանգամից այսպես շատ տաք մարտ սկսվեց, բայց հիմա էլ տեղումները ինչ որտեղ բնական են, որովհետեւ դե գարունը այն էլ մարտամիս, չէ, Թումանյանն է ասել, ախ այսպես էլ գիժամիս մարդու հանգիստ չի տալիս։ Բայց նաեւ լավ է, որ անձրև է գալիս, որովհետեւ ի վերջո բնությունը շնչում է։ Մի քանի օր առաջ Վիեննայում էի, այնտեղ կարծես ձմեռ էր դեռ, անձրև, մռայլ եղանակ եւ գումարած դրան ահավոր ցուրտ։ Ես այդ բերեցի, կարելի է անձրևները, որովհետեւ երբ զանգահարում եմ այստեղ ընկերներիս, ասում էին, «Օ, այնքան լավ եղանակ է, շատ հավես է»։ Եկա անձրևը բերեցի։ Իհարկե եղանակը միակ թեման չէ, որի մասին այսօր կխոսենք։ Մենք եթերաժամի սկզբում միշտ ձեզ հետ կիսվում ենք կարևոր տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է տանից դուրս գալուց առաջ, եղանակ, տարադրամի փոխարժեք, խցանումներ եւ փակ ու բաց ճանապարհներ հանրապետության, այսպես ավտոճանապարհների իրավիճակը։ Եվ իհարկե մենք այստեղ ենք, որպեսզի առավոտից ձեր օրը գուցե կարողանանք փոխել մի քիչ դեպի ավելի լավը, ձեզ փոխանցենք դրական լիցքեր եւ մեկս մյուսին ուժ տալով եւ տրամադրություն փոխանցելով, այնպես անենք, որ եղանակը չազդի առհասարակ մեր օրվա վրա, որովհետև անկախ ամեն ինչից պետք է հոգում լինի ջերմություն, իսկ դա շատ կարևոր է։ Մենք ուղիղ եթերում ենք նաև Facebook-յան հարթակում, կարող եք փնտրել live-ը Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում, այն արդեն գործարկված է եւ կարող եք այստեղ նաև գրել ձեր ողջույնները, մեկնաբանությունները, նաև երբ հայտարարենք օրվա թեման, դրա վերաբերյալ ձեր կարծիքները, դիրքորոշումները մենք անպայման ընթերցում ենք։ Եվ իհարկե մեր ուղիղ եթերի հեռախոսահամարը անփոփոխ է, մենք սպասում ենք ձեր զանգերին 553702, սա ուղիղ եթերի հեռախոսահամարն է, անհամբեր սպասում ենք ձեզ։ Ողջունում եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր արթնացել են, տանն են, վայելում են իրենց մեկ բաժակ սուրճը կամ գուցե արդեն մեքենայի ղեկին են եւ շարժվում են A կետից B կետը։ Բոլոր վարորդներին բարի լույս։ Այո, իդեպ այսօր արդեն մի փոքր դժվարանում է A կետից B կետը շարժվել, որովհետեւ մի քանի կաթիլ անձրև արդեն քաղաքը խառնվում է իրար եւ իդեպ ժամանակից առաջ է ընկել եւ ստուգում էի թե ինչքան է խցանումային նիշը, այս պահին 7 է մայրաքաղաքում, ինչը անձրևի դեպքում կարելի ասել բնական է։ Եվ Մարինա, ինչքան էլ չսիրես անձրևը, բայց ասա որ անձրևի վերաբերյալ շատ գեղեցիկ երգեր կան։ Իհարկե, ռոմանտիկ երգերը հիմնականում անձրևի մասին են կամ անձրևի հետ կապ ունեն, չէ, իրականում ես սիրում եմ անձրև, երբ ես տանն եմ։ Ահա։ Լավ, արի լսենք Անի Քրիստիի ամենագեղեցիկ երգերից մեկը, հետո վերադառնանք։ Так, Андреева
աչքերից թախծոտ ու թաց ինձ կերել ու հմայել ես անձրևից ծնված երազ Եթե անձրև, ապա թող այն լինի տաք անձրև։ Տաք անձրև, Մարինա, այո։ քեզ տարավ երևի պատանեկության Շատ, տարիներ։ այո, պատանեկություն, երիտասարդություն, նաև տեսահոլովակն ենք մենք այստեղ դիտում։ Վիոլետա Պետրոսյանը բարի լույս է մեզ մաղթում, բարի լույս սիրելիներ, լավ օր բոլորիս, սիրում էի այս երգը, ասում է Վիոլետան, կարծում եմ սա այն երգերից է, որ մշտապես որքան ժամանակ էլ անցնի, հիշվում է եւ գիտես ինչն է ինձ համար, այո, ցավալի, որ այսպիսի արտիստները արդեն շատ հազվադեպ են որևէ Այո, չեն ստեղծագործում, երգով այո ցավոք։ ներկայանում։ Մարինա, երբ փոքր էի, հիշում ես, այն ժամանակ հանրային հեռարձակողը մի ալիք էլ ուներ, նոր ալիք, Այո, երաժշտական, իհարկե։ երիտասարդական ալիք էր, եւ այդ ալիքով ես այս երգի օգտին քվեարկել եմ, թեև այն ժամանակ SMS-ը աստղաբաշխական Այո, գներ արժեր, 250 դրամ էր այո, աստղաբաշխական։ հիմա ամեն ինչ օնլայն է եւ անվճար ենք քվեարկում, Մենք հիմա զանգ կարծես ունենք։ զանգ ունենք, ահա։ Բարի լույս։ Բարի Բարև ձեզ։ Այո, բարև ձեզ Մարինա Քուրիկ ջան։ Բարի լույս, ում հետ ենք խոսում։ Իմ անունը Սուրեն է, Ռազանից եմ զանգարում։ Շատ ուրախ ենք Սուրեն։ Այո, մեր մոտ ուժեղ անձրև է, եղանակն ասեմ, ուժեղ անձրև է։ Ուց, լրիվ, Սևաժան, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հենա, ռադիոս միացրած, տանը չէ լսում եմ ձեզ։ Բայց զանգեցի, 2 սարդի օրվանից այնքան եմ զանգել, ասում եմ Լուսինե Մուրադյանի հետ խոսամ։ Չեմ կարողանում խոսեցիք, ընկնել։ չեք կարողացել խոսել։ Չի բռնում ստեղ։ Ես Լուսինե Մուրադյանին կփոխանցեմ, ձեզ կզանգահարի, լավ։ Պարոն Սուրեն, չէ, պետք չի զանգարելը։ Իսկ ո՞նց եք, լավ եք։ Մենք շատ լավ ենք, դուք ինչպես եք։ Պարավոտը, որ ասեցիր, ես հիմա ասեմ եղանակի բաղ, իմ սիրած եղանակները Սևակ ջան, Ահա։ ամարն ու աշուննա։ Ահա, ես էլ եմ ամառը շատ սիրում։ Իսկ ինչու եք աշունը սիրում։ Աշունը, որտեղ ես աշան ծնում եմ, աշունը օգտեմբեր ամիսը, բերքու բարիքի տարիք է։ Ահա։ Ահա, բա ոնց։ Ինչքան լավ մասեք դուք, ես ինչ լավ մասեք դուք, ինչքան եք մարդկանց, այո, սա դե նոր ասեցիք, մեկը ղեկին ա լինում, մեկը գործի տեղն ա լինում, ես ով ուզում ա լինի, իմ ռադիոն իմ կողը լինի։ Դե եկեք միասին մեր ռադիո լսողներին ինչ որ լավ բան ցանկանանք, բարձր տրամադրություն, ինչ կասեք։ Ամենը ո՞նց խոսեք, ենա ռադիոս խոսում ամներ։ Եղած է, շնորհակալ ենք զանգի։ Շատ լավ։ Չարզական չի էլի։ Ձեզ լավ օր ենք մաղթում, Շնորհակալ շնորհակալ ենք զանգի համար։ Միանգամից դրական լիցքեր փոխանցեց մեզ Ահա։ մեր ռադիո լսողը, որն ի դեպ զանգում է Հրազդանից, ողջունում ենք Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր համայնքներից մեզ լսող ռադիո ունկնդիրներին եւ գանք օրվա գլխավոր թեմային, դա եղանակն է։ Ահա։ Շատ լավ էինք սովորել, որ շատ տաք էր, բայց հիմա սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում անգամ ձյան տեսքով։ Մարիաքաղաքում այսօր եւս տեղումներ են, ինչպես արդեն մենք տեսանք, եւ մինչև ամսի 22-ը այս տեղումները կարող են շարունակվել։ Այսօր ցերեկը վաղ առանձին հատվածներում նաև քամու ուժգնացում է սպասվում 15-ից 19 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօրվանից, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 10-ից 12 նիշով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում 11-ից 13։ Երևանում, ինչպես ասացի, այսօր անձրև է, նաև հնարավոր է ամպրոպ, իսկ ահա տեղումները կդադարեն մարտի 23-ին, իսկ օդի ջերմաստիճանը այսօր առավելագույնը կլինի 14 աստիճան, երեկոյան 10, գիշերը նույնպես պլյուս է մինչև 8 եւ այս պահին Մարինա
Ցույց է տալիս +10, ինչը վատ չէ։ Հիմա վատ չէ, բայց ինչպես ասում են, բարվի ուլերը փաստորեն էլի Դու եկան։ ամեն անգամ դա ասում ես։ Այո, դե որովհետև մարտն է, ես հիշում եմ, երբ տատիկս միշտ ասում էր՝ մի խաբվեք այս մարտի տակ եղանակին, որովհետև միևնույնն է, ինչ որ մի տեղից ցուրտը կգա եւ խաբուսիկ եղանակ է։ Ինչ վերաբերում է հանրապետության ավտոճանապարհներին, ապա վերջին ժամի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են։ Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց դեռևս շարունակում են կերթևեկել ձմեռային անվադողերով։ Նույնը չի կարելի ասել մայրաքաղաքի հատկապես փոքր կենտրոնի մասին, որտեղ բավականին շատ են ծանրաբեռնված փողոցները, խցանումային նիշը այս պահին 7 է եւ մենք գիտենք, այո, անձրևի դեպքում առավել ծանրանում է երթևեկությունը մայրաքաղաքում, չգիտեմ անգամ որ փողոցի վրա կենտրոնանա։ Այստեղ տեսնում ենք Պարոնյանը դեպի Գրիգոր Լուսավորիչ ընթացող հատվածը դժվար անցանելի է, նաև դժվար անցանելի է Կոնյակի գործարան իջնող հատվածը Ծիծեռնակաբերդի խճուղուց, այստեղ Բրազիլիայի հրապարակն է եւ գանք արդեն մեր տարածքները, այսպես ասած, փոքր կենտրոն Սախարովից դեպի Վարդանանց եւ Վարդանանցից դեպի Սախարով հրապարակ եկող հատվածը բավականին ծանրաբեռնված է, Կորյունը երկկողմանիորեն եւ Կորյունին զուգահեռ այստեղ Տերյանը եւ մյուս փողոցները Սարալանջը, մեր հայտնի եւ սիրելի, այո, որտեղ միշտ ծանրաբեռնված է երթևեկությունը եւ գանք այստեղ մյուս գլխավոր հանգույցներից Իսակովի փողոցը, որը ոչինչ այսպես անցանելի է, կարծես։ Ես կարծում եմ ուղղակի ինֆորմացիան մի քիչ չի թարմացվել, որովհետև այս ժամին անհնար է Իսակովի պողոտան լինի անցանելի, այն էլ այս եղանակին։ Եթե անցնում եք Իսակովի պողոտայով եւ ղեկին չեք, կարող եք մեզ զանգել եւ թարմ տեղեկություն հայտնել։ Ամեն դեպքում գիտենք, որ փոքրիկ անգամ տեղումների դեպքում ծանրանում է երթևեկությունը, այնպես որ զինվեք համբերությամբ, սիրելի վարորդներ եւ ուղևորներ եւ միացեք մեզ, անգամ եթե խցանման մեջ եք, կարող եք զանգահարել եւ հուշել մյուս վարորդներին, թե որ հատվածում եք։ Իդեպ այստեղ տեսանք նաև, որ Կիևյան փողոցը դեպի բարեկամություն ընթացող հատվածը եւ նաև Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, այնպես որ եթե հնարավորություն ունեք, շրջանցեք, բայց դե մեր փոքր քաղաքում դժվար է ինչ-որ կետ շրջանցել, որովհետեւ ինչպես պատտվում ես, էլի գալիս ես նույն կետում ես հայտնվում։ Ահա։ Եվ մյուս տեղեկությունը, որն այս եթերաժամին մենք ձեզ ներկայացնում ենք, տարադրամի փոխարժեքն է։ Վերջին ժամի դրությամբ ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 391 դրամ 56 լումա է, եվրոյինը 428 դրամ 21 լումա, ռուբլունը 4 դրամ 75 լումա։ Այսքանն էին այն կարևոր տեղեկատվությունը, որ եթերաժամի այս հատվածում ձեզ փոխանցում ենք։ Facebook-յան մեկնաբանություններ ունենք, բարի լույս սիրելիներ, լավոր բոլորին, գրել է Վիոլետա Պետրոսյանը, դա կարծես չէինք ընթերցել, Էդիկ Բաբուջյանը մեզ շոկոլադի եւ սուրճի տեսքով էմոջիներ է ուղարկել, իսկ Հայկ Կարապետյանը գրել է ախ այսպես էլ գիժամիս, կարծեմ խնկո ապերն է գրել, չէ, դա ամենայն հայոց բանաստեղծի խոսքերն են։ Եւ այսօր մարտի 19-ն է, ինչ օր է այսօր, այո, այսօր մենք ունենք օրվա թեմա, հաճախորդների միջազգային օրն է, շատ նուրբ թեմա, այո, բոլորիս համար ակտուալ թեմա եւ հետաքրքիր է արդյոք հաճախորդը միշտ ճիշտ է, ինչպիսին են հաճախորդ վաճառող հարաբերությունները առհասարակ աշխարհում եւ ինչպիսին են Հայաստանում, որովհետեւ շատ հաճախ մենք տեսնում ենք անգամ Facebook-ում գրառումներ, երբ մարդիկ ինչ-որ խանութից վերադառնում են, բարկացած ինչ-որ մեկնաբանություն են գրում, գնացի խանութ, ինձ շատ վատ դիմավորեցին կամ վաճառողը, բանկերի, կոպի օպերատորների, միշտ կա չէ մարդկանց զանգված, որ միշտ դժգոհում է։ Միշտ դժգոհում է, բայց մենք այդպես էլ չենք հասկանում, օբյեկտիվ է այդ դժգոհությունը, թե այնուամենայնիվ յուրաքանչյուրը իր ձևով է խնդրին մոտենում, վերաբերվում եւ գուցե այստեղ չկան մեղավորներ, ուղղակի կա թյուրիմացություն կամ իրար լավ չեն հասկացել։ Եվ այդ առիթով այսօր հյուրընկալելու ենք բիզնեսի եւ սպասարկման ոլորտի բիզնես քոուչ Ինգա Մուրադյանին, ժամը 10-ից հետո իհարկե։ Ժամը 10-ին մեզ կմիանա Ռադիոլուրի մեր գործընկերը եւ կներկայացնի վերջին ժամի թարմ տեղեկությունները, իսկ վերադառնալով օրվա գլխավոր թեմային, այո, այսօր հատկապես մեր օրերում, երբ զարգանում է այսպես մարքեթինգը, թվային մարքեթինգը, բոլոր
ինչպես ասում են, իրենց հարգող ընկերությունները փորձում են լինել հաճախորդակենտրոն, որևէ կերպ չվնասել, անգամ այսպես կապրիզները, կմահաճիկները հաճախորդների տանել, մինչդեռ երբ հիշում ենք, չէ, մեր մանկության տարիներին այսքան մեծ չէր ընտրությունը նույն խանութների, սպասարկման ոլորտի ենթարկվում ենք խաղի կանոններին եւ հաճախ մեզ շատ բաներ միգուցե դուր չեն գալիս, բայց դրա մասին չենք բարձրաձայնում, իսկ այսօր ընկերությունների համար հաճախորդների կարծիքները չափազանց կարևոր են, այն էլ այս դարում, երբ համացանցում մեկի ստատուսը կարող է լուրջ հեղինակությանը վնաս հասցնել այս կամ այն ընկերության։ Եվ հիմա նաև հաճախորդները շատ մեծ ուշադրություն են դարձնում ընկերությունների սպասարկմանը, ծառայության որակին, եւ երբ ցանկացած բան, որը աչքիդ խորթ է թվում կամ մի տեսակ քեզ դուր չի գալիս, արդեն այլ կերպ ես դրան նայում, այսինքն հիմա հաճախորդը գնահատական է տալիս սպասարկմանը, ծառայությանը եւ ցանկացած բան, որը ըստ հաճախորդի նորմայից շեղում է, արդեն խորթ է աչքին թվում եւ այս պարագայում ստացվում է, որ ընկերությունը չի կարողացել բավարարի հաճախորդի ցանկությունը կամ ակնկալիքները։ Եվ շատ կարևոր է այստեղ հետադարձ կապը, չէ՞, նաեւ հաճախ տեսնում ենք, երբ մարդիկ բողոքում են այս կամ այն բանկից, կապի օպերատորից կամ ցանկացած բիզնեսից եւ այդտեղից կապվում են օրինակ այդ մարդու հետ, փորձում են խնդրին լուծում տալ, որովհետեւ դա կարող է այսպես լուրջ նստվածք թողնել նաեւ մյուսների վրա, տեսնելով անպատասխանատու վերաբերմունք։ Մարինա, ինչպիսի հաճախորդ ես դու, հարցը գլոբալ է, բայց ընդհանուր է։ Ես երևի թե շատ հանդուրժող հաճախորդ եմ եւ առաջին հերթին միշտ փորձում եմ մտնել ընկերության դրության մեջ ցանկացած պարագայում, դա կլինի խանութ, դա կլինի հագուստի ինչ որ խանութ, թե կլինի բանկ, էական չէ, ես միշտ փորձում եմ մտնել ընկերության դրության մեջ։ Վերջերս էլ հայտնի դեպքը, երբ ինձ հետ տեղի ունեցավ Շրի Լանկայում, երբ ես ճամպրուկս կորցրի, այստեղ փաստորեն մի քանի ընկերություններ խառնված, որովհետև այն ընկերությունը, որով ես մեկնում էի Շրի Լանկա, ի վերջո Կոլոմբոյի օդանավակայանի աշխատակիցները, տուրիզմի նախարարությունը, բայց այդ ամբողջ ընթացքում ես փորձում էի լինել հանդուրժող եւ ինչպես ասում են, քար չնետել դեպի այդ ընկերությունների դարպասը, քանի դեռ հստակ չէր, փաստացի չկար, այո, պատճառը եւ ես շատ ավելի հանդուրժող էի, բայց երբ մարդիկ լսում էին այդ պատմությունը, ասում էին ո՞նց ես դիմացել, քո փոխարեն գիտես մենք ինչ կանեինք, զանգ ունենք Սևակ, բարի լույս։ Բարի լույս։ Ողջույն, ում հետ ենք խոսում։ Գայանեն է Արմավիր քաղաքից։ Այդ ճիգերով երկու օր չկարողացա ձեզ զանգել։ Մեր երկրորդadresi, որպեսզի ձեզ չզանգեն, եւ վերջապես այսօր նորից զանգեցի։ Ես ասեմ, որ եղանակը, տարվա եղանակները շատ պատկերավոր են ինձ մոտ եւ դրանք ես միշտ կապում եմ Հայաստանի հետ, մեր բնության հետ։ Դե անբաժան են, չէ, եղանակը, բնությունը եւ հայրենիքը։ Եւ այսօր առավոտյան Անդրեվի կաթիլների ներքո, Անդրեվի երաժշտության ներքո այսպիսի մի միտք հղացավ, եթե չեմ դանդրացնի 4 փող կարդամ։ Համեցեք կլսենք։ Այո, ձեզ հղում եմ հենց տակ նոր թխած, տակ, այսպես ձեզ եմ հղում այդ զգացմունքը ձեզ։ Հայաստան, ժպտա հայի աչքերով, Աղերգիր քնքուշ հայի շուրթերով, թող արեգակի հայացքդ կամար, Հայաստան, լույսիմ աշխարհում հարյավ։ Իհարկե Անդրեվել կամե, չէ, բան մի քիչ երկար է, մի 10-20 տողա էլի, եւ շատ չեմ ուզում ձեզ ձանձրացնեմ։ Չեք ձանձրացնում, շնորհակալ եմ, գեղեցիկ տողերի համար։ Եվ արև կա եւ ամեն ինչ, իսկ վերջում Հայաստանը դա մեր լույսն է այս աշխարհում հարյավ։ Միանշանակ։ Տիկին Գայանե, վերադառնալով մեր օրվա թեմային, ինչպիսի հաճախորդ եք դուք։ Ինչ հաճախորդ, որտեղ։ Ընդհանրապես, սպասարկման հաճախորդների միջազգային օրն է։ Ինչպիսին եք։ Ասեմ, որ ես շատ խեղճ հաճախորդ եմ։ Ես եմ։ Դառնում ամաչկոտ, եթե վերեմ տունը զգամ, որ ինչ որ բան այն չի, վայ, հազարից մի դեպք ա լինում, որ ես հետ եմ վերատանում, եթե կարող ընդունեն, կարողա չընդունեն։ Շատ խեղճ ենք մենք բոլորս այդ կողմից, պետք է պահանջկոտ լինենք։ Չի կարելի անդադ անորակ ապրանք գնել եւ ասենք թաքցնել ցույց տալ, որ դա անորակ է։ Ինչ եք կարծում, հաճախորդը միշտ ճիշտ է։ Ոչ միշտ, ինչպես մարդն է սխալվում, մեկ-մեկ էլ հաճախորդն է սխալվում, դա ասում են որպես հարգանք, էլի, բաները, խանութի վաճառողները, բերերը ասում են որպես հարգանք, որպես մեծարում հաճախորդին, բայց միշտ էլ հաճախորդն էլ կարող, ոչ թե միշտ, բայց հիմնականում հաճախորդը իրավացի է։
Շնորհակալ ենք կարծիքի համար։ Ես ուզում էի իմ մասին պատմել եւ Գայանե Այվազբալյանը շատ ճիշտ նշեց խեղճաճախորդ։ Ես էլ միշտ պետք է դանակը այսպես ոսկորին հասնի, որ ինչ որ վատ արտահայտվեմ կամ փորձեմ այսպես կոնֆլիկտի մեջ մտնել, որովհետեւ այո, ինչպես դու ես ասում, միշտ հիշում եմ, որ նաեւ ես իմ աշխատանքում եմ սխալական եւ շատ է լինում, որ բոլորս էլ չէ, սխալվում ենք մեր գործում։ Օրինակ մատուցող է, որը պատվերը գրանցել է, մի բան մոռացել է, դրանով աշխարհը փուլ չի գալիս եւ սպասարկման ոլորտը ընդհանրապես շատ նուրբ է։ Այո, եւ շատ այսպես ամաչում եմ, այն իսպանական ամոթ չէ, այդպիսի տերմին կա, երբ այնպիսի մարդկանց հետ են, որոնք օրինակ անդադար կոպտում են մատուցողներին կամ վաճառողներին, այն որ ասում են ամոթից գետինն են մտնում, որովհետեւ այս մարդիկ էլ այո, իհարկե բոլորս պետք է խիստ պատասխանատու լինենք, մեր աշխատանքը սիրենք, հարգենք, բայց 10-12 ժամ այս մարդիկ ոտքի վրա են, չէ, սպասարկում են հարյուրավոր մարդկանց եւ սխալները ինչ որտեղ նաեւ ներելի են։ Ինչպես ասում են, ամենաբարդ աշխատանքը մարդու հետ գործ ունենալն է եւ օրվա ընթացքում շատ տարբեր տեսակի, տարբեր բնավորության մարդիկ են գալիս այս կամ այն տեղը, լինի դա բանկ, լինի դա սրճարան կամ խանութ եւ օրինակ խանութի օրինակը բերելով նաեւ լինում են դեպքեր, երբ հաճախորդները գալիս են, վաճառողներին այսպես հունից հանում են, հետո ոչինչ չեն գնում եւ այդպես թողնում ու գնում են կամ կեղտոտ հագուստ են այդպես թողնում ու գնում, այսինքն այստեղ երկկողմանի է հարաբերությունները եւ պետք է դրան նայել երկու կողմից էլ։ Այո, հաճախորդների տեսակների, նրանց այսպես բողոքների, ինչպես նաև դրանց արձագանքել, դրանց մասին այսօր մենք եթերում բավականին մանրամասն խոսելու ենք նաև մեր հյուրի հետ։ Եվ անպայման գրեք մեկնաբանություններում ինչպիսի հաճախորդ եք դուք ու գրեք նաև թե ինչ միջադեպեր են եղել ձեր կյանքում կապված այս կամ այն տեղի հետ ուր գնացել եք որպես հաճախորդ։ Իդեպ մենք նման кейսեր, չէ, դեպքեր ենք առանձնացրել աշխարհում, մարքեթինգի պատմության մեջ կան նմանատիպ հետաքրքիր դեպքեր, երբ ինչ որ մեկ սխալ, մեկ բաց դարձել է մի ամբողջ այսպես պատմական իրադարձություն։ Եվ վերադառնալով տոնի ակունքներին, այսպես ասած, աշխարհում իհարկե շատ տոներ կան եւ օրինակ կա թոշակառուների տոնը։ Իսկ այս ցանկը համալրում է նաեւ հաճախորդների միջազգային տոնը, որն առաջին անգամ նշվել է 2010 թվականին։ Եվ տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի ու Լիտվայի ձեռներեցները։ Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի եւ Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոնները։ Ահա։ Եվ բնականաբար այսօրվա նշանակությունը չէ, իմաստն այն է, որ կենտրոնանալ հաճախորդների խնդիրների վրա եւ մենք էլ այդ առիթը որոշեցինք բաց չթողնել, քանի որ սա իսկապես մի թեմա է, որը վերաբերում է բոլորիս օրական մենք առնչվում ենք տարատեսակ բիզնեսների հետ, նաև պետական կառույցների, ինչու ոչ, այստեղ էլ կարելի է հաճախորդ բառը ճակերտավոր կիրառել եւ սպասում ենք, ակնկալում ենք լավ վերաբերմունք։ Եվ իհարկե այսօրը տարբեր ընկերություններ կազմակերպում են հատուկ միջոցառումներ, օրինակ հաճախորդները ինչն են շատ սիրում։ Հյուրասիրություն։ Զեղչերը։ Զեղչեր եւ հատուկ առաջարկներ, որպես շնորհակալություն հաճախորդների նվիրվածության համար։ Անվճար նվերներ կամ բոնուսներ հաճախորդների համար, ով էր չէ, սոված առավոտի հյուրասիրություն։ Շնորհակալական ակցիաներ, օրինակ սոցցանցերում կամ ուղիղ շփման միջոցով եւ հաճախորդների հետ ավելի սերտ կապ հաստատելու միջոցառումներ, հետադարձ կապ հավաքելու եւ սպասարկումը բարելավելու համար։ Այնպես որ այսօր կարող ենք գնալ, չէ, խանութներ, ինչ որ սպասարկման վայրեր եւ հիշեցնել, որ մեր օրն է, մեզ զեղչեր տվեք։ Այո, հույս ունենալով, որ այսօր մենք ինչ որ վերաբերմունքի կարժանանանք։ Թեմայի մասին առավել ընդգրկուն ժամը 10-ից հետո կխոսենք, րոպեներանց մեզ ռադիոլուրի մեր գործընկերը կմիանա, այժմ անձրևի մասին եւս մեկ գեղեցիկ երգ, Մարինա, ուզես չուզես պետք է համակերպես այսօրվա եղանակին։ Բոլորից լավ տրամադրություն։ Ամայի այս բոցում Ուր վարվում են ու հանգչում Ուր գալիս են ու գնում Պատկերները անձրևի Ինչ չկա այնտեղ պատկերը որ սպասում եմ ես Գիշերով
Տերևներն իջնում են ցած Եվ իջնում են և պարում Պարելով ինձ հիշեցնում Քո աչքերը մոլորված Ախ եթե լսեիր ինձ այնը այս գիշեր դու սիրելիս Այս անձևի Դատակ են փողոցները Այս անձևի Տխուր են իմ աչքերը Այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Այս անձևի Դատակ են փողոցները Այս անձևի Տխուր են իմ աչքերը Այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Ոնց կարող էիր մոռանալ Մեր սիրո աշնանային Հորինված այն մերին Որ երգում եմ քեզ համար Այս անձևի Դատակ են փողոցները Այս անձևի Տխուր են իմ աչքերը Այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Այս անձևի Դատակ են փողոցները Այս անձևի Տխուր են իմ աչքերը Այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 4-րդ օրն է շարունակում է ապատեղեկատվություն տարածել, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Թրամփը եւ Պուտինը վերահաստատել են, հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին, զրույցը տևել է 2.5 ժամ։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22:20-ից մինչև մարտի 19-ի ժամը 1:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։ Նախարարությունը հիշեցնում է, Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդանական վեհաժողովի հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, խրախուսելով կողմերին շարունակել երկխոսությունը և հաշտեցման ուղղված ջանքերը։ Նա երկու երկրներին քաջալերել է օգտվել այս հնարավորությունից և կառուցողական ու անկեղծ մոտեցմամբ շարունակել աշխատանքը խաղաղության հաստատման ուղղությամբ հանուն համագործակցային ապագայի։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին են հայտարարել, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է նախագիծ Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով։ 46 անդամներից 29 կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը, հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Ռայիսինա երկխոսություն 2025 համաժողովի շրջանակում անցկացված Իրանի գործոնը ճգնաժամ համադրում մրցակցություն պանելային քննարկմանը։ Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող արագ փոփոխություններից բխող մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցեր։ Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել Իրանի եւ միջազգային այլ դերակատարների դերի վերաբերյալ։ Վահան Կոստանյանը նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները չեն սահմանափակվում միայն այդ տարածաշրջանով, այլ ազդեցություն են ունենում նաև այլ երկրներում, այդ թվում Հայաստանում։ Ընդգծել է, որ Հայաստանը մեծ Մերձավոր Արևելքի մաս է եւ մեր երկրում եւս անմիջապես զգացվում են տարածաշրջանային զարգացումները։ Տեղեկացնենք, որ Վահան Կոստանյանը հանդիպել է նաև Իսպանիայի թագավորության արտաքին գործերի, Եվրամիության եւ համագործակցության նախարարության արտաքին ու գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինեզ Բելիոյի հետ։ Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման վերաբերյալ միջազգային դերակատարների դրական գնահատականներն ու արձագանքը։ Նա կարևորել է վստահության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչ։ Խոսենք միջազգային անցուդարձի մասին, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը 2.5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայությունը եւ Սպիտակ տունը հրապարակել են զրույցի մանրամասները։ Պաշտոնական Մոսկվայի հաղորդմամբ նախագահները շարունակել են մանրամասն եւ անկեղծ մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաստատելով իրենց պատրաստակամությունը ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Պուտինը պաշտպանել է Թրամփի առաջարկը Ռուսաստանի եւ Ուկրաինայի
կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից 30-օրյա փոխադարձ հրաժարման վերաբերյալ եւ նման հրահանգ է տվել զինվորականներին։ Նաեւ հայտնել է, որ 175-ի դիմաց գերիների փոխանակում տեղի կունենա այսօր։ Կրեմլի հայտարարության համաձայն կողմերը ուկրաինական կարգավորմանը հասնելու նպատակով կստեղծեն ռուսական եւ ամերիկյան փորձագիտական խմբեր։ Նույն հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունն էլ հայտարարությամբ տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համաձայնել են, որ խաղաղության ուղին պետք է սկսվի էներգետիկ եւ ենթակառուցվածքային հրադադարից, ինչպես նաեւ տեխնիկական բանակցություններից, Սև ծովում զինադադարի, ընդհանուր հրադադարի եւ մշտական խաղաղության հաստատման շուրջ։ Երկու ղեկավարներն էլ համակարծիք են, որ նահանգների եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավմամբ ապագան մեծ հեռանկարներ ունի։ Սա ներառում է տնտեսական խոշոր գործարքներ եւ աշխարհաքաղաքական կայունություն խաղաղության ձեռքբերումից հետո, ասված է հայտարարության մեջ։ Պուտինն ու Թրամփը քննարկել են նաեւ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ հնարավոր համագործակցությունը ապագա հակամարտությունները կանխելու համար։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն երկու երկրների առաջնորդները հանգամանորեն խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին։ Եվ վերջին լուրը ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում է գրառում արել Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին, այն գնահատելով շատ արդյունավետ, իսկ Ուկրաինայի նախագահը արձագանքել է, նախ ողջունել է էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում հրադադարի գաղափարը, սակայն ընդգծել է, որ ցանկանում է դրա մասին ավելի շատ մանրամասներ ստանալ Միացյալ Նահանգներից։ Նրա խոսքով Կիևի գործընկերները չեն դադարի ռազմական օգնություն տրամադրել։ Ուկրաինան կպաշտպանի ցանկացած որը կհանգեցնի երկարատև կայուն եւ արդար խաղաղության, նշել է Զելենսկին, հավելելով, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները առանց Կիևի մասնակցության արդյունք չեն տա։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Ցուրտ է դրսում անձրև է դարձյալ, շոգն ու ամառը դարձել են անցյալ, անձրև Մարգարիտներ, որ ոսում են դանդաղ, ոչ ոք չի տեսնում, անձրև է ավաղ, անձրև, երբ անձրևն է տաքսնում քո արցունքներ, դու շպտա Հանկիր հոգնած քո աչքեր և այն ժամ քեզ կայցել են տեսիլներ ու կասեն մենք քեզ հիշում ենք դեռ Տխուր է այսօր գիշերն էլ երկար, քո հայացքում թախից կա օտար, թախից մի օտար, երբ անձրևն է տաքսնում քո արցունքներ, դու շպտա հանկիր հոգնած քո աչքեր և այն ժամ քեզ կայցել է
Սուրճ ու սեր առավոտից 10:10 մենք վերադառնում ենք ուղիղ եթեր եւ շարունակում մեր ընթացքը սուրճ ու սեր առավոտից այսօր մի հետաքրքիր թեմա է ընտրել հաճախորդների միջազգային օրն է այսօր եւ մենք որոշել ենք անդրադառնալ մեզ բոլորիս որովհետեւ ցանկացած այս կամ այն իրավիճակում մենք էլ ենք հաճախորդ այցելու հաճախորդ եւ շատ կարեւոր է թե ինչպես են կարգավորվում այդ հարաբերությունները օրինակ հաճախորդ վաճառող հետաքրքիր եւ նուրբ թեմա է որին մենք անդրադառնում ենք եւ այսօր մեր հյուրն է բիզնեսի եւ սպասարկման ոլորտի բիզնես քոուչ Ինգա Մուրադյանը բարի լույս Ինգա շատ շնորհակալ ենք որ առավոտը սկսել եք մեզ հետ Ինչպես եք սկսում առավոտները կներես Մարինեն Սովորաբար իմ առավոտները սկսում են շատ ուշ բայց այս եզակի եւ սպասված առավոտներից է որովհետեւ ես ես մոտ արդեն երկրորդ անգամ եմ ու փորձը ցույց է տվել որ օրս դրանից հետո շարունակվում է հրաշալի իսկապես այո շնորհակալ եմ շատ իսկ եղանակը ազդում է տրամադրության Սովորաբար այո բայց փորձում եմ ինչ որ մի ձև կառավարել դա որովհետեւ երբ տխրում եմ միշտ ինչ որ մի հատ լավ բան եմ հիշում իսկ եղանակը միանշանակ ինձ տխրեց սուրճով եք սուրճով այո Պարտադիր օրվա բոլոր ժամերին իմ ամենահաճելի պահը այդ մի գավաթ սուրճի հետ առանձնանալն է։ Ամեն դեպքում այդքան շատ միջարաշահեք, բայց սուրճը առավոտյան հատկապես մենք խորհուրդ ենք տալիս։ Մենք խոսում ենք հաճախորդներից, հաճախորդների միջազգային օրն է այսօր եւ կա հայտնի, այսպես կարծրատիպային մի արտահայտություն, հաճախորդը միշտ ճիշտ է։ Ըստ ձեզ, արդյոք միշտ ճիշտ է հաճախորդը։ Ոչ։ Հաճախորդը միշտ ճիշտ չի, բայց միշտ ճիշտ է քո հաճախորդը։ Եթե օրինակով պատմենք, ինչպես կարելի է համարել ճիշտ են հաճախորդին, ով պրովոկացիոն գործողություններ ամ քո խանութում, քո հյուրանոցում, ձեր ռեստորանում եւ ինքը չակերտավոր ասած, այսպես կոնկուրենտ ընկերությունից է եւ եկել է հատուկ վատ սիտուացիաներ ստեղծելու։ Լրտեսություն։ Այո, բայց եթե դու ունես հաճախորդ, ով քո մոտից գոնե մեկ անգամ օգտվել է ու եթե կարծիք է հայտնում, դժգոհություն, բողոք ու իր դժգոհությունը չլսել չի կարելի, որովհետև ինքը ասում է դա իր էմոցիոնալնի ֆոնի վրա, ինքը ասում է դա իր փորձառությունից ելնելով եւ անպայման պետք է լսել իրեն, որպեսզի ավելի բարելավես քո սպասարկումը կամ ապրանքը կամ ծառայության տեսակը։ Այնպես որ միշտ ճիշտ է քո հաճախորդը։ Պետք է փոփոխել։ Հետաքրքիր է ավելի լավ է երկու կողմի համարել ֆիզիկական շփումը, հետադարձ կապը, թե այսօր, քանի որ մենք գիտենք արդեն on-line հարթակները ինչ հնարավորություններ են տրամադրում հաճախորդներին, երբ այդ շփումը չկա հաճախորդ եւ ընկերության միջև, այստեղ արդեն խնդիրները գուցե ավելի քչանում են։ Տեսեք, եթե տետատետ ենք շփվում հաճախորդի հետ, միանշանակ շատ ավելի ճիշտ է ու շատ ավելի շատ բան է տալիս դա ձեզ։ Ամենաառաջինը դու կարողանում ես կառավարել հաճախորդի էմոցիաները, եթե վրդովմունքի մասին է խոսքը։ Եթե վաճառք ես ուզում անել, միանշանակ շեշտը դնում ես հենց էմոցիոնալ վաճառքների վրա։ Օնլայն հարթակը սովորաբար հիմա համարում են եւս մեկ վաճառքի կետ։ Միանշանակ այնտեղ շփումը պետք է լինի ավելի մեծ ուշադրության կենտրոնում, մասնավորապես եթե հենց տետատետ հայացքը չկա, բայց ամեն դեպքում մարդկային շփումը միշտ մնում առաջնային է, ինձ համար ամեն դեպքում։ Դուք որպես բիզնես քոուչ, երբ շփվում եք այս կամ այն բիզնեսի հետ, ուշադրություն բնականաբար դարձնում եք, չէ՞, թե այստեղ ինչ վերաբերմունք են ցուցաբերում հաճախորդներին եւ միգուցե շատ հաճախ չեք վայելում այդ process-ը, որովհետեւ մասնագիտորեն եք նայում։ Հա, շատ հաճախ աչք է ծակում, օրինակ կամ նայում ես ու ասում ես, վայ, ես օրինակ սա կփոխեի, կամ ուրիշ ձև կլիներ։ Մասնավորապես երբ որ ես ամեն օր դրա մեջ եմ, հա, մեր խանութների ցանցում որտեղ որ ես աշխատում եմ, մենք ամեն օր շփվում ենք հաճախորդների հետ։ Դու էլ ես ամեն ինչ անում, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի, հա, անձնակազմով որ այդ որ աշխատում ես, իրանք միանշանակ իդեալական սպասարկում մատուցեն ամենաառաջին, ես միշտ ասում եմ կարևորը սերվիսն է, հետո նոր վաճառքը, որտեղ ճիշտ սպասարկումն է բերում վաճառքի։ Դու կապում ես հաճախորդին, վստահելիության հարց կա եւ այլն եւ այլն։ Եվ դա այլ տեղերում, դա կլինի նորից եմ ասում,
խանութներ, դա կլինի, չգիտեմ, հյուրանոց, ռեստորան, հաճ կածակում ու բայց ես ուզում եմ, ձայն չեմ հանում, ոչինչ չեմ ասում, որ դուք սխալ եք աշխատում, որովհետև ամենաառաջինը վստահ եմ իրանք էլ իրաց ցանցում ունեն ինչ-որ մեկին, ով զբաղվում է դրանով։ Եվ ի վերջո ամենակարևորը երևի թե բիզնեսի հաջողության գրավականը ոչ միայն նոր հաճախորդներ ներգրավելն է, այլ հին հաճախորդների վերադարձը։ Բիզնեսի հաջողության գրավականը մարդիկ են իմ համար, երկու կողմից։ Այն մարդիկ, ովքեր որ այդ բիզնեսը իրենց ուսերի վրա մի քիչ կոպիտ կարող են չի, բայց դրանց տանում են, այսինքն ամեն աստծոր անում են իրենց աշխատանքը բարեխղճորեն։ Եվ երկրորդը այն մարդիկ, ովքեր ինչքան էլ ուզում եմ մարքեթինգը զարգանա, իմ համար գոյություն ունի երևի հայերեն չգիտեմ, բայց սարաֆաննի ռադիո։ Բերանացի, երբ որ փոխանցում են, ու այն մարդիկ, ովքեր օգտվում են քո ծառայությունից, միանշանակ հետադարձ կապ են տալիս ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր հաճախորդներին, ձեր ապագա հաճախորդներին։ Ու դասակարգել մշտական եւ ոչ մշտական, այդքան էլ ճիշտ չի, բայց յուրաքանչյուր հաճախորդի պետք է սպասարկել ոնց որ քո մշտականի, նույն ձև սիրել, նույն ձև կարևորել իրենց պահանջարկը, որովհետև սպասարկման ոլորտի երևի թե ամենակարևոր բանը դա ճանաչել հաճախորդի պահանջարկը։ Իմանալ ինչի համար ենք եկել ձեր մոտ։ Այ շատ դեպքեր ենք լսում այն մասին, որ հաճախորդները բողոքում են, ես գնացի X խանութ, որը թանկարժեք հագուստ է օրինակ վաճառում կամ օծանելիք, ինձ վատ դիմավորեցին, որովհետև մտածեցին, որ ես իրենց հաճախորդը չեմ կամ հաստատ իրենց մոտից ոչինչ չեմ կնի եւ վաճառողները արդեն այսպես մուննաթով բարև ձեզ գիտենք էլի որ չեք գնելու։ Ինչպես դա կարգավորել Հայաստանում եւ արդյոք դա տարածված է միայն Հայաստանում թե արտերկրում եւս կա նման բան։ Ես այսպես ասեմ, եթե մի քիչ շատ ավելի հետ գնանք խորքային, հա, մեր հաճախորդը, հայ հաճախորդը շատ ավելի շատ է պահանջում սպասարկման ոլորտից, երբ որ ինքը մտնում է ցանկացած տեղ ու գիտի, որ այնտեղ իրան պետք է սպասարկեն։ Մենք ավելի պահանջկոտ ենք, քան Եվրոպայում։ Եվրոպայում բնականաբար այս ամեն ինչի վրա շատ ավելի քիչ ուշադրություն են դարձնում։ Մենք էլ որպես սպասարկող անձնակազմ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր բարևից սկսած, հա, սպասարկման այն այից մինչև ամենավերջին կետը։ Ուստի սա ավելի մեծ աչք է ծակում։ Իրանք չեն պահանջում, չեն ստանում Եվրոպայում։ Մենք պահանջում ենք ու չենք ստանում ու շատ ավելի ենք սրվում։ Նույն հայտնի ֆիլմի օրինակը, Կրասոցկան ֆիլմում, այո, երբ մտնում է գեղեցկուհին խանութ եւ վաճառողներն ասում են դուք չեք կարող ձեզ թույլ տալ գնել այս հագուստը, սա ձեզ համար շատ թանկ է։ Բայց ամեն դեպքում սա գալիս է սպասարկող անձնակազմից։ Իրական դեպքեր կան, երբ որ հաճախորդի տեսքը չի եղել այդ շատ հարուստի ու մարդիկ այնց գնումներ են կատարել, որ ես միշտ օրինակ եմ բերում, հա, իմ անձնակազմի տրեյնինգի ժամանակ, երբ որ պատմում եմ ու ես ասում եմ, սենց դեպքեր կան, նենց բաներ են արել, որ երբեք չես պատկերացնի։ Ուստի պետք է դիմավորել հաճախորդին անկախ նրանից, ինչա հագած ինքը։ Որովհետև հաճախորդը, օրինակ, կարա լինի շատ մեծ բիզնեսի տեր, դուրս գա օրինակ շինարարությունից, հա, դուրս գա իր շինարարական տարածքից, փոշոցեխոտ ու մտնի քո խանութ ու որոշի, որ ինքը պետքա վերցնի քո ամենաթանկ ապրանքը։ Եթե դու հագուստով դիմավորես այդ հաճախորդին, միանշանակ կլինի ձեր ասածի նման վերաբերմունքը ոչ հարիր, ոչ ճիշտ, ոչ իրան հաճելի կլինի, ոչ է դուք կունենաք ձեր վաճառքը ու կստացվի ինչ որ ինչի մասին որ դուք հիմա խոսում եք։ Մարդուն պետքա դիմավորել նախորդ խոսքից նման, ոնց որ քո մշտականն է։ Ահա։ Բայց այստեղ էլ կա սահման, որովհետև վստահ եմ բոլորդ կհամաձայնեք, կան վաճառողների, չէ, տեսակներ, որոնք նյարդերի վրա ազդում են, շատ կպչուն, այսպես մարդուն կլանում են, բաց չեն թողնում, անդադար հետապնդում են օրինակ խանութում, սա եւս շատ նյարդային։ Մի հատ լավ արտահայտություն կա սերվիսի մարդկանց ոլորտում, հա, մենք միշտ ասում ենք թողեք այդ հաճախորդը շնչի։ Այո։ Ինքը պիտի մտնի, հա, իրանք պիտի շնչի, որտեղ երբ որ դու նստում ես հաճախորդի շնչին, դուք արդեն լարում եք իրան։ Իսկ երբ որ դու բաց ես, բնականաբար հաճախորդը էլ է իրան լավ զգում։ Դուք ասացիք եղանակը։ Այո։ Խանութում էլ գոյություն է այդ աուրան, այդ ատմոսֆերան, որը որ ստեղծում են վաճառողները։ Ու երբ որ դուք ոչ ճնշող ատմոսֆերա եք ստեղծում խանութում, հաճախորդը ինքը երկար լինում է, չէ՞ որ մեկի տուն գնում եք, ամեն ինչ լավ է, բայց չեք ուզում նստել։ Նույնը խանութում է, եթե այդ ճնշող աուրան կա, հաճախորդը ավտոմատ զգում է, ինքը չի ուզում մնա։ Հետադարձ կապի հետ կապված էլ մի փոքր պատմություն պատմեմ, որ հենց ինձ հետ տեղի ունեցավ,
մատնահարդարման սրահներից մեկում գրանցվում եմ on-line եւ ինձ հետ հետադարձ կապի մեջ են, որ ձեզ այս մասնագետը կսպասարկի եւ այլն։ Մի խոսքով, երբ որ գնում եմ, հասնում եմ տեղ, ինձ առաջարկում են այլ տարբեր ծառայություններ, որոնցից ես հրաժարվում եմ եւ դրանից հետո համարյա թե ամեն օր WhatsApp-ի իմ հավելվածին անընդհատ այդ սրահից գալիս են նամակներ, վաղուց չեք եկել, ինչու չեք, այսպես եւ ես որպես հաճախորդ ասում եմ շատ շնորհակալ եմ հիշեցման համար, եթե ցանկանամ, ես ինքս ձեզ կդիմեմ եւ այնքան արեցին, մինչեւ ես բլոկ եմ արել։ Ու այս վերջերս զանգեցին։ Հիմա կզանգեն 55-30 ծրագիր։ Այս վերջերս Մարինա ջան, չեք գալիս վաղուց, ինչն է խնդիրը, եւ ես բացատրում եմ, ասում եմ հարգելիս, ես էլ ունեմ սպասարկման ոլորտի մի քիչ փորձ էլի, շատ լավ է, որ հաճախորդի հետ պահում եք այդ հետադարձ կապը, բայց այդքան խեղտել չի կարելի, այդքան խեղտել։ Չի կարելի։ Թե արդեն ագրեսիա էր, հակառակ ինչ որ էֆեկտ։ Թե օֆլայն, հենց այդ շնչելու հնարավորությունը պետքա տալ մարդուն։ Կարելի է հիշացնել, բայց ոչ այդքան հաճախ։ Ոչ այդքան անընդհատ զզվեցնել, որովհետև շատ հեշտ է այսօր ձեր ասածին ման բլոկել։ Շատ հեշտ է ուղղակի անցնել խանութի կողքով եւ չմտնել։ Բայց ամեն անգամ, երբ որ մարդը գալիս է ձեր մոտ, ինքը պիտի ունենա այդ ջերմ էմոցիաները։ Մասնավորապես գնալու։ Այն բանն է խոսեցինք, հա, գովազդի ընթացքում եւ այն միշտ քեզ հետ է, կարծես նաեւ քո տարածքը դա լինի եւ դու չես ուզում քեզ անընդհատ խանգարեն ինչ որ հիշեցումներով։ Եթե պետք լինի, ես կհիշեմ, մենք զանգ ունենք, տեսնենք ով է միացել։ Բարի լույս։ Մատնահարդարման սրահից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո, ողջունում եմ ձեզ, շատ հետաքրքիր, շատ լավ նյութ եք ընտրել այսօր։ Շնորհակալ ենք, ում հետ ենք խոսում։ Իմ անունը Վարդան է։ Ուրախ ենք Վարդան, դուք որևէ կապ ունեք սպասարկման ոլորտի հետ, թե այս կողմում եք հաճախորդ եք։ Ես ունեմ սպասարկման ոլորտի հետ կապ, իրավաբանական սպասարկում եմ իրականացնում, բայց ավելի շատ հիմա կուզեմ հաճախորդի անունից խոսալ, որ հաճախ մեր խանութներում կամ սպասարկման ոլորտներում ոքի համոզում են այդ ապրանքը վաճառեն կամ համոզում են գնես, բայց շատ հաճախ դա վանում է հաճախորդին եւ տեսնում ուղղակի ուզում են իր վրա ապրանք վաճառել։ Բայց ես հիմա ձեզ հակադարձ ինչ որ հարց կարող եմ տալ, Վարդ։ Մեծ սիրով։ Տեսեք, հիշում եք տարիներ առաջ, երբ չկային շատ խանութներ, կային ուղղակի ինչ որ տոնավաճառներ, երբ գնում էինք այնտեղ օրինակ տաբատ կամ կոշիկ գնելու, մեր հակով չէր կամ մեծեր կամ փոքրեր, վաճառողը համոզում էր, ասում էր երկու անգամ հագնես կբացվի, եւ մենք այդ կոշիկը գնում էինք ու գնում էինք շատ հպարտ տուն։ Բա ոնց էր այն ժամանակ։ Ասեմ ձեզի, շատ ճիշտ ասեցիք։ Վերջերի ժամանակներից մոտ 1 ամիս առաջ փորձեցի տոնավաճառներից մեկը գնամ հասկանամ արդյոք փոփոխություն եղել էր անց մոտեցման պես։ Ու հիասթափվեցի, որովհետեւ ես բան եմ ուզում վաճառել, որ կյանքում ոչ կմետանար, ոչ կկարգավորվեր։ Բայց եկեք ընդունենք, որ այնտեղ ինչ որ հատուկ կոլորիտ կա, չէ՞ որ պահպանվել է։ Եվ մարքեթինգի գուրուներ են, թեև չունեն դրա կրթությունը։ Դուք ձեզ համարում եք պահանջկոտ հաճախորդ։ Այո, նաև ինձ համարում եմ նաև պատասխանատու հաճախորդ, որովհետև եթե մտնում եմ ժամանակ են հատկացնում ինձ որևիցե մի բան գնելու, ես պատասխանությամբ փորձում եմ գնեմ, որ ուղղակի իրան ժամանակը զուր չանցնի։ Չեմ գնելու, չեմ մտնում խանութ։ Ես էլ եմ այդպես, ամաչում եմ, որ ոչ բոլորը տենց լինեն։ Շնորհակալ եմ շատ ձեր կարծիքի համար։ Ամաչում եմ դատարկ դուրս գալ, ասում եմ լավ, մարդը այսքան ժամանակ ծախսեց ինձ վրա, ինչ որ փոքր բան։ Իսկ ես հաճախ նույն մթերային խանութից փոքր բան մեկ գնել, ամաչում եմ, միշտ կողքից ինչ որ անկապ բաներ եմ վերցնում, որ մի քիչ այսպես չստացվի 100-200 դրամի բան եմ ձեռք բերել։ Իդե Facebook-ում էլ ունենք մեկնաբանություն թեմայի հետ կապված, Արմինե Հովսեփյանը գրել է բարի լույս բոլոր սպառողներին եւ սպասարկողներին, միանշանակ չեմ ընդունում հագուստով դիմավորող խանութների վաճառողներին, նույնիսկ խիստ պետքության դեպքում ես ուղղակի դուրս եմ գալիս խանութից, մի բան էլ, երբ կարևորում են գնորդին անկախ անհրաժեշտությունից, սկսում ես ավելին գնել, ուղղակի պետք է ջերմ եւ պատրաստական վերաբերվել, այո, սա այն է, ինչի մասին մենք խոսում ենք եւ նաեւ նշում էիք, որ շատ կարևոր է այսպես տրամադրությունը մթնոլորտը այս կամ այն վայրում, փոքր օրինակ երբ գնում ենք գեղեցկության սրահ, ինչքան հաճելի է այդ 1 գավաթ սուրճը, չէ՞, դա ընդամենը 1 գավաթ սուրճ է, բայց այդտեղ ինչքան հաճելի է օգտագործել կամ նույն ինքնաթիռում ինչքան համեղ է, չէ՞, ուտելիքը թվում, որը տանը միգուցե մենք երբեք չենք էլ ուտի, դա չոր է, ինչ որ սոուսներ չկան կամ նույն սևդառը սուրճը, բայց երբ այդ միջավայրում է մատուցվում եւ դա կարող է չլինել եւ կա, դա քեզ հավելյալ հաճույք է պատճառում։ Որովհետեւ ուշադրության կենտրոնում եք դուք հայտնում ու դրանով ցույց են տալիս, որ դուք իրենց համար կարևոր եք, իսկ սպասարկման
սպասարկման ոլորտում ամենակարևոր բանը ցույց տալ, որ այդ մարդը, ինչպես նաև ձեր Facebook-ում էին նշել կամ ինչպես մենք էինք խոսում, որ ինքը այդ պահին ձեր ամենակարևորն է։ Երբ տարիներ առաջ ես վերապատրաստվում էի որպես սպասարկման ոլորտի մասնագետ, ինձ ասում էին դու պետքա լինես ընդեղ, այսպես ցույց են տալիս, դու այդտեղ ես, այսքանը հաճախորդինն է ու կապ չունի ինչքան կտևի, ինքը կառնի թե չէ, ամբողջովին քո էներգիան, ուշադրությունը այդ մարդու շուրջը ու անգամ եթե ինքը այդ օրը ոչինչ չգնի ձեր խանութից, ոչինչ կամ շատ քիչ պատվեր անի ձեր ռեստորանում, ձեր վերաբերմունքի շնորհիվ այդ մարդը հետ կգա ու հետ կգա կրկնակի ու եռակի, որովհետև համ ինքը հետ կգա, որովհետև ստացել է վերաբերմունքը, համ ինքը կսկսի ուրիշ տեղեր պատմել, իսկ ամենալավ հաճախորդը տվյալ բիզնեսին հետ է բերում մեկ այլ հաճախորդի տված արձագանքը։ Եվ ի վերջո ես ինքս որպես հաճախորդ ինձ վրա զգացել եմ, որ ես միշտ հետ եմ գնում այն վայրերը, որտեղ անձնակազմը ինձ շատ ջերմ է ընդունում եւ էական չի սրճարան է, խանութ է, եթե ես անգամ մեկ սուրճ պետք է խմեմ, մեկ բաժակ սուրճ, ես անպայման էլի գնում եմ այդ սրճարան, որովհետեւ գիտեմ, որ այնտեղ ինձ սպասում են։ Դա շատ կարեւոր է եւ ձեր ասած հաճախորդը բերում է հաճախորդ, մենք ունենք նաեւ մեդալի հակառակ կողմը, որ եթե հաճախորդը գոհ է, ինքը ամեն մեկին չի պատմի, որ ինքը գոհ է, բայց եթե մեկ անգամ դժգոհեց, ամեն երրորդը իմանում է, որ ինքը դժգոհ է այդ Ես միշտ ասում եմ, այո, միշտ ասում եմ, հիշեք, ես սենց երանկյունի գոյություն ունի, որ գծում ես, հա, մեկ հոգին կարող է պատմել եւս երկուսի ու տենց 2-2 տարածվի։ Առնվազն մեկ սպասարկված հաճախորդը հավասար է 16 հոգու։ Բայց երբ որ դու վրթոված ես, դու ավելի շատ ես ուզում դրա մաս։ Ու ես միշտ ասում եմ, երեխեք ջան, հիշեք, մարդը միջին վիճակագրական հայը ունի մոտ 200 follower։ Ինքը մի հատ story անում եւ 200 հոգի միանշանակ իմանում են, անգամ երբ որ դեպքը շատ փոքր է, կարողանում են մարդիկ ավելի ճոխացնել, ավելի ուրճացնել այդ դեպքը, հա, իր տեսանկյունից անա, միգուցե ինքը սխալ ա եղել, բայց դա բնականաբար արդեն հաշվի չի առնում եւ տարածվում ու տարածվում ու տարածվում։ Գուցե մի քիչ ամբիցիոզ է մարդը, այստեղ արդեն տեսակների բախում է եւ դա գալիս է գիտեք ինչից, սովորաբար մենք բոլորս ցկտում ենք ճանաչելիության, բոլորս, այս որպես մոտիվացիոն տրեյներ եմ ասում, ու խանութներում մեր ցանցում ամեն աստծոր աշխատելուց ես երեխեքին ասում եմ, եթե մտնում է հաճախորդ, ով հիշում եք իրան, անպայման ցույց տվեք, որ իրան հիշում եք։ Այդ շատ կարևոր է։ Եվ երկրորդ բանը, անգամ եթե այդ հաճախորդը ձեր մոտից չի գնել, բայց ձեր բրենդից է հակած, ուշադրություն դարձրեք, վայ ինչ լավն է։ Մեր մոտից եք վերցրել ճանաչելիությունը ամենամեծ բանն է, որը հաճախորդին կապում է տվյալ բրենդի հետ։ Իհարկե։ Մենք խոսում ենք շատ կարևոր թեմայի, որին առնչվում ենք գրեթե ամեն օր, ինչու ոչ, երբեմն նաև ամեն ժամ, օրինակ զբոսնում ես քաղաքում խանութ, սրճարան, տարատեսակ բիզնեսների հետ ենք շփվում, բայց կարևոր թեմայի մասին զրույցը վարքյաններ անց կշարունակենք գովազդային դադար մեր եթերում։ Սուրճ ու սեր առավոտից 10:29 մենք խոսում ենք հաճախորդներից, սպասարկման կետերից, վաճառողներից եւ այս հարաբերություններից, որի մեջ մենք բոլորս ենք եւ կարող եք նաեւ մեզ զանգել 553702 եւ մեր մասնագետին տալ ձեզ ուզող հարցերը։ Եվ նաեւ կարող եք գրել մեզ, որովհետեւ մենք live ենք Facebook-ում, տեսնում ենք ձեր մեկնաբանությունները եւ սիրով կարդում ենք։ Օրինակ Արմինե Հովսեփյանն է գրել. «Մի դեպք ասեմ, աղջկաս հետ 6 տարեկան էր այն ժամանակ, մտել էինք պարֆյումի խանութ, սկզբից վաճառողը մտածեց երեխա է,
բայց երբ խոսեց եւ աղջիկս շատ կոնկրետ ասեց իր ցանկությունները, լրիվ մեծ մարդու պես լիարժեք սպասարկեցին եւ հիացած ճանապարհեցին մեզ։ Նույնիսկ երեխային պետք է լուրջ վերաբերվել, կարծում եմ։ Այո, սա էլ շատ կարևոր դիտարկում է, ովքեր մեզ նոր են միացել, ասենք որ մեր տաղավարում բիզնեսի եւ սպասարկման ոլորտի բիզնես քոչ Ինգա Մուրադյանն է եւ ռադիո լսողը ճիշտ թեմա բարձրաձայնեց, հաճախ երբ փոքր երեխայի հետ ես գնում, անգամ սպասարկման ոլորտում հարկ չեն համարում երեխայի դիմաց ափսե դնել, որովհետեւ մտածում են, որ նա կօգտվի մայրիկի կամ հայրիկի ափսեից, աթոռի տեղը եւ այլն, կարծես մարդահաշիվ չէ, հա, այսպես ասած։ Ես միշտ մտածում եմ դա տնից է գալիս, գիտես ինչու, որովհետեւ հաճախ ծնողները երեխային մարդահաշիվ չեն անում։ Ասում են ես գալիս եմ եւ չեն ասում ում հետ եմ գալիս, օրինակ Սոֆիի հետ եմ գալիս։ Եվ այստեղ արդեն հասարակության մեջ էլ ձևավորվում է այդ միտքը գուցե եւ գուցե թյուր, որ երեխան, այսպես ասած, կոպիտ ասած մարդահաշիվ չէ։ Բայց սպասարկման ոլորտում բնականաբար առավել ուշադիր պետք է լինեն, նաև երեխաների հանդեպ կարևոր է նրանց նույն կերպ մոտենալ, իհարկե, այնքանով ինչքանով որ տարիքը թույլ է տալիս, ինչպես սովորական հաճախորդին, եւ մենք գովազդի ընթացքում փորձում ենք վերհիշել մեր հյուրի հետ, ավելի ճիշտ խնդրեցինք վերհիշել հետաքրքիր դեպքեր եւ լավ եւ վատ, որ տեղի են ունեցել ձեր պրակտիկայում կամ միգուցե ձեզ են պատմել հաճախորդ, վաճառող, այսպես հարաբերություններից։ Փորձեմ հիշել, բայց մինչ այդ թեման լավն էր, երևի թե համել խորհուրդ կլինի բոլոր այն մարդկանց, ովքեր որ սպասարկման ոլորտում են աշխատում, երեխան ծնողի թուլությունն է։ Ու երբ որ հաճախորդը մտնում է իր երեխայի հետ տվյալ սրահ, կապ չունի ինչ եք սպասարկում։ Եթե սպասարկող անձնակազմը առանձնահատուկ վերաբերմունք է ցույց տալիս երեխաներին, միանշանակ ծնողին կրկնակի անգամ արագ է կապում ծնողի սիրտը գրավում է։ Այո, տվյալ անձնակազմի հետ, հա, որովհետև այո, կպնում եք դուք հաճախորդի սրտին, իսկ եթե դու վերաբերվում ես մարդու թուլությանը որպես շատ կարևոր մի հատ երևույթի, միանշանակ այդ մարդը երկար արդեն կկապվի ձեր հետ, այս որպես խորհուրդ, եթե երեխաներով հաճախորդներ եք ունենում, ուշադրություն դարձրեք երեխաներին կրկնակի ավելի շատ։ Մենք միշտ խանութում գրկում ենք, սիրում ենք, այդ իրանց այդ մանկասայլակներով պտտում ենք, ամեն ինչ անում ենք, որ ընթացքում երեխան զբաղվի, ծնողը սպասարկվի։ Այս մտքի շարունակությունը մինչև Սևակի հարցին կպատասխանեք, ո՞րն է հայ հաճախորդի ցավոտ կետը կամ կետերը, որոնք են։ Ցավոտ, որպես սպառող նկատի ունեք, երևի թե ամենաշատը քիչ առաջ ասածս չճանաչելիությունը։ Շատ հաճախ երբ որ դուք սրահում կանգնած եք լինում, տեսնում ես, եկել է հաճախորդ, որը առաջին անգամ է ձեր մոտ օգտվել, բայց դրսից բերել է, հագել է ձեր բրենդը, գնել է, հագել է ձեր բրենդային հագուստը, մտնում են ու այդ լոգոտիպը ու անպայման ուզում են, որ դուք տեսնել եք, նշեք, որ հա, իհարկե, մերոնք հայերը, հա, շատ սիրում են, մասնավորապես եթե տվյալ խանութում եւս մեկ հաճախորդ կա ու ինքն է եկել ու ինքը ձեր մշտականն է, ամեն ինչ կանեն, որ բոլորը այդ տարածքում իմանան, որ ինքը ձեր մշտականն է ու ինքը մի քիչ ավել վերաբերմունք ունի, քան մնացածները, հա, այդ իհարկե բոլորիս էլ հաճելի է, հա, բայց այդ երևի ամենաշատ բանն է, ինչ որ հայերը ուզում։ Իսկ այդ միջադեպերը, որոնք տեղի են ունեցել, երևի թե մի հատ շատ լավ դեպք պատմեմ։ Նախորդ հարցի շուրջ էլ կլինի, երբ նշեցին, որ չի կարելի հաճախորդին դիմավորել հագուստով։ Պատկերացրեք առանց բրենդը նշելու բնականաբար խանութ, որտեղ վաճառում են թանկ կարպետներ։ Օրվա ավարտ, հաճախորդ չկա արդեն, վաճառողը նստած է սրահի անկյունում եւ սպասում է, որ արդեն ժամը գա, որ խանութը փակի գնա տուն։ Սա իրական դեպք է իրականում, որ պատմում եմ ձեզ։ Մտնում է մեկը, շատ տենց ոչ ճոխ հագնված, հա, ասեմ ավելին հակառակը։ Պտտվում ու այս մարդը նստած մտածում ասում այս օրվա վերջինից 10 րոպե մնացել ինչ մի եկավ հիմա այս ընթացքում էլի պիտի անպայման վերջի ժամանակը սպառեն, բայց դե վերակենում որտեվ ստիպված է վերկենալ, վերակենում մոտենում է այդ հաճախորդին, հաճախորդը պտտվում ու գալիս կանգնում է ամենաթանկ խալու առաջ։ Ես նայում ասում հələ բիձուն նայ է, մտքի մեջ, ճոշոկն էլ վատը չի, ամենաթանկը նայեց, հարցնում է գինը բնականաբար արժեքը հասնում, ես նայում ասում վա կգան կտանեն, իսկ սա շատ տարածված արտահայտություն է մեր, մի քիչ հետո կմոտենամ կամ բաղը կմոտենամ, կամ մինչև քանիսն եք ված, այո, կամ պահել հնարավոր է, հա, ու ես որ դուք ասում եք, որ հնարավոր է պահել կամ պահում են մինչև օրվա վերջ, լավ ինձ վաղներ պետք ու գնում են։ Վաճառող անձնակազմի մեջ սովորաբար երկու արտահայտություն կա, ասում է
ուզեմ են ինչ որ չունեն, այդ փախնելու ձևա մեկ էլ ինչքան հնարավոր է ցրելու տարբերակ ու տենց այդ բնականաբար մտածում եմ լավ դե ինչ պիտի ասել չէր առնելու հաջորդ օրը 4 տղամարդ պիջակներով փողկապներով հակած մտնում են սրա ասում են իհարկե կներեք արտահայտությունից համար բայց դա տենց պիտի ասեմ հենց տիպիկ հայկ ասում է ընկերս երեքստե մեր աղբերը խալի ա տեսել փաթաթի տանենք ու այդ խալին թարսի պես երեք հարցրել ընդամենը այդ մի հոգին երեկոյան այդ ցնցոտ կոպիտ ասացա շատ վատ հագնված այդ ծեր տարիքով մարդը Ֆաստեն մեր եղբայրը լավ էլ ճաշակով էր կարողացել է իրեն թույլ տալ։ Հետո բարձվել է, որ ինքը բավականին հարուստ մարդ, ով որ իր հագու կապին ուշադրություն չի դարձնում ու բնականաբար ինքը չէր շալակելու այդ խալին տաներ։ Իր աշխատակիցները ասեմ ավելին այդ անվտանգության ոնց է կոչվում։ Տիկնապահները եկե խալին տարել են։ Ահա, այնպես որ մարդկանց մի դատեք իրենց արտաքին տեսքով։ Միանշանակ չի կարելի։ Դեպ էլի մեկնաբանություն ունենք թեմայի վերաբերյալ Կարինե Առաքելյանը գրել է Բարի լույս, ողջունում եմ ձեզ, մենք էլ ձեզ ենք ողջունում։ Շատ ակտուալ թեմա եք շոշափում, պատահում է, որ մտնում ես խանութ եւ քեզ թվում է, թե մտել ես սքոսրա, վաճառողուհին այնպիսի դեմքով դիմավորեց, որ ես ակամայից ուզեցի ցավակցել։ Կուզենամ, որ այս երևույթին ուշադրություն դարձնել։ Կես կատակ, կես լուրջ, այո, այդպես էլ է լինում։ Գոյություն ունի երկու կարևոր կետ՝ տրամադրություն եւ տրամադրվածություն։ Տրամադրությունը այդ են աուրանը, այդ եղանակն է, որի մասին ես ասում եմ, այդ որ մտնում ես մեկի տուն, եթե վաճառողը տրամադրություն չունի, հարգելի ղեկավար անձնակազմ, ուղարկեք այդ մարդուն տուն։ Որովհետեւ ինքը մենք բոլորս ունենք աուրա։ Ու երբ որ ես վատ տրամադրություն ունեմ, ես տարածելու եմ դա ձեր վրա, ու հակառակը, անկախ ինձանից, ձեր տրամադրությունները չեն։ Անձնակազմում միանշանակ հարցնում են, չէ, ինչ ա եղել, ոնց ա եղել ու այդ վատը մարդը չի կարողանում պահի ու տալիս է, ու վատը ավելի վատ էներգիան, ավելի ծանր է։ Տարածվում է ու դա ավտոմատ ամպի պես կախված է մնում սրահում։ Ով մտնի զգալու է դա։ Տակ օդը փչող այդ օդափոխման համակարգի պես ցուրտ տեղից որ մտնես ոնց է զգում։ Նույնը դա է զգացում, մարդիկ փախնում են։ Մասնավորապես, երբ որ ինքը տենց դեմքով է կանգնած է։ Իսկ տրամադրվածությունը հենց դա է։ Տանը ունեցած տրամադրությունը չբերել սրա։ Դու պիտի տրամադրվես։ Իրականում ես ասում եմ ամենաբարդ ոլորտներից մեկը դա սպասարկման ոլորտն է։ Այո։ Դու պիտի մի բան է, երբ որ դու հաշվապահ ես, օրինակ, հա, դու ես քո սենյակն է, քո կաբինետն է, քո համակարգն է, կապ չունի տրամադրությունը, թվերը դրանից չեն նեղանա։ Կաշխատես գլուխդ կախ, բայց դու ստիպված չես լինում ժպտալ բոլորին։ Այս պարագայում արհեստական էլ չէ, բնական պիտի լինի ժպիտդ։ Ու եթե դու ներսից տրամադրություն չունես ու տրամադրված չես, որ այսօր լավ աշխատես, այդ փչացնելու ամեն ինչ, իսկ դա մեր հաճախորդները միանշանակ տեսնում ու զգում են այդ ականջից ականջ ձգած արհեստական ժպիտն էլ պետք չէ, որ ստիպում են անձնակազմին անընդհատ պետքա ժպտալ։ Երբ որ զրույցը լավն է, տեսեք, ես լավ բան եմ պատմում, այն է ժպտումը։ Երբ որ հոսակցությունը, դիալոգը ստացվում է, դիմացինը անկախ քեզանից ժպտում է։ Այո։ Ու այդ լավ ջերմ հարաբերությունների շնորհիվ սաղ կապվում ու սաղ դրա շուրջը։ Այդ շատ կա, պետք է միանշանակ կարևորել լավ տրամադրությունը անձնակազմում։ Դրա համար հաճախ ես ասում եմ մեր խանութում, որ օրինակ լավ երաժշտություն ալի, մեր եղեքին ասում եմ՝ մի ամա չէ, կարող եք շարժվել։ Այո։ Փոխում է, միանշանակ փոխում է, իսկ երբ որ լավ տրամադրություն ունես, քո տրամադրությունը հնարավոր է դարձնել կանխիկ գումար։ Բարիզ բունի իմաստով։ Հավատում եք դուք դրան։ Գոյություն ունի միացած փակ շրջան։ Եթե դու առավոտը գալիս ես լավ տրամադրությունով, դու կատարում ես աշխատանքդ լավ։ Քո կատարած լավ աշխատանքը դա լավ սպասարկումն է։ Լավ սպասարկումը բերում է բնականաբար գոհ հաճախորդին։ Գոհ հաճախորդը ինչ է անում։ Գնումներ, թեավճարը դնենք մի կողմ, գնումներ։ Երբ որ գնումներ կա ու ամեն օր այդ շրջանն աշխատում է, գնումներից ով է գոհ, ղեկավարությունը։ Երբ որ ղեկավարությունը գոհ է, դու ինչ ունես դրանից։ Բոնուս։ Իսկ որ հիմա բոնուս պրոստը ինձ ձեզ, որովհետեւ մեկին տան մեր տրամադրությունն ինչ կլինի, ավտոմատ կբարձրանա։ Ու դա փակ շրջան է։ Հա, բայց հակառակը չի աշխատում։ Արդյոք գումարը կարող է փոխել սպասարկող անձնակազմի տրամադրությունը, որովհետեւ շատ հաճախ մենք բողոքում ենք այն բանից, որ մենք բավարար չափով չենք վարձատրվում։ Մոտիվացված չենք։ Այո, եւ մոտիվացված չենք, հատկապես Հայաստանի պայմաններում։ Այո։ Միանշանակ գումար փոխում է, որովհետև դուք աշխատում եք, մենք բոլորս աշխատում ենք գումարի համար, հա։ Կան մարդիկ, ովքեր հասել են այն
ոնց է կոչվում, այդ պրասֆիտ լինիային, հա ունենք ես այդ ներողություն, ես այդ բանի մեջ եմ։ Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։ Իմ համար առաջնայինը process-ն է, իմ համար առաջնայինը այդ ընթացքն է, հա, որովհետև դու գայիս ինչ-որ մի հատ կետ, որ քո սիրած գործով ես զբաղվում, ու դու էլ արդեն ֆինանսը դնում ես երկրորդական։ Բայց երբ որ դու գալիս ես աշխատանքի, դու չպիտի սպասես գումարի, հետո նոր մոտիվացվես։ Դրա համար է ասում հակառակը չի աշխատում։ Երբ որ դու տրամադրվում ես, որ դու պիտի անես աշխատանք, լինի արդյունք ու դրանից մոտիվացվես, ֆինանսապես, այդ կսկսի աշխատել։ Ինձ տվեք շոկոլադ, ես կաշխատեմ, այդ տեն չի լինում։ Հակառակը, դու պիտի աշխատես, իմանալով որ լավ արդյունք է ստանալու, արդյունքը կգա ու դա արդեն կսկսի աշխատել։ Դժվարը առաջի շրջանը ճիշտ ուղղությամբ զապուսկացի անելն է։ Եվ ղեկավարներն էլ պետք է լինեն երևի թե բավականաչափ ուշադիր, նաև այդ առումով տեղեկացված, որպեսզի կարողանան մշտապես ըստ արժանվույն գնահատել իրենց աշխատանքը։ Գիտեք ինչ, ֆինանսից առանձին հիմնականում սպասարկող անձնակազմի, սպասարկող անձնակազմը օրվա մեջ 100 հոգի է տեսնում, որից մեծ մասը մունատ հայեր են, ավտոմատ իրանք արդեն այդ զաշիտնի շիտի նման պահում են, հա, այդ վատ նեգատիվը, ու իրանց պետք է գնահատել։ Երբ որ ես մտնում եմ գործի ամեն առավոտ, երեխեքս ասում եմ հզորներ, սիրուններ, ոնց եք, այդ մի հատ փուճուր բան է, փոխում է իրանց դրա, ու երբ որ դու ղեկավարի կողմից գնահատված ես ու ինքը գիտի, որ դու ֆրոնտավոյ ես, հա, այն պատերազմի առաջի գիծն ես, ու դու քո վրա ես վերցնում այդ բոլոր նեգատիվը ու դա նաև դու գործում ես բրենդի քաղաքականությունից ելնելով առաջ է ստանում, հա, չէ որ այդ մարդ ինչքան էլ մենք նստած այսօր ասենք որ մեր բրենդը լավն է, բայց երբ որ առաջնա այդ գծում աշխատող անձնակազմը չկարևորի, սիրուն ցույց չտա, մարդիկ փախնելու են քո խանութից։ Ու դու պիտի կարևորես, պիտի նշանակություն տաս այդ մարդկանց ու ասես որ իրանք են այն պուպուշ սիրուն դեմքը, բայց մունաթը բան չի փոխում, ինքը տենց պիտի սիրվի քո կողմից, որ ինքը այդ սերը փոխադարձ տա քո հաճախորդին։ Դրա համար լավ ղեկավար ունենալը սպասարկման ոլորտում, ղեկավարը որ գիտակցում է, որ առաջնագծում իր անձնակազմի լավ տրամադրությունը կարևոր է։ Կարան արանքում ունենան ինչ-որ մի հատ մեկին ու վրա գորան այդ վատի համար, հետո ինքը դրա, հա, հետո ինքը այդ sense ամտանգության բարձիկի պես փապկացնի, բայց առաջնագից չհասնի, ինքը արդեն փոփոխած իրանց կատարած սխալի մեսիջը ճիշտ տա իրանց, որտեվ անձնակազմի եթե այդ օր տրամադրություն չկա, այդ օրը չկա առևտուր, հիշեք։ Շատ կարևոր բաներ եք ասում, որոնց գրեթե բոլորի հետ համաձայն ենք, ասում եք բաներ, որոնք միգուցե այդ բանը մենք չենք գիտակցել, որպես հասարակ սպառող, բայց հիմա ասում եք եւ իսկապես այդպես է։ Նելի Լորեցյանը մեկնաբանություն է գրել, եղել է, որ ասել եմ մի փոքր ժպիտ, աղջիկ ջան, սա նախորդ թեմայի շարունակություն, երբ օրինակ մունատ դեմքով, հա, այսպես ասած, կամ շատ տխուր են մարդիկ, իդեպ համացանցում էլ չէ, հաճախ տեսնում ենք վիդեոներ, երբ օրինակ ասում է, երբ դու սպասարկման ոլորտի մարդ ես, երբ կոմոդ վատ տրամադրություն ես, պատին հենված լացում է ու միանգամից ժպիտով անցնում ձեր ասած առաջնագից, հաճախ պետք է այդ ապրումակցման հատկություն ունենալ եւ հասկանալ, որ բոլորս էլ մարդ ենք եւ ունենում ենք լավ եւ վատ օրեր։ Եվ ընդհանրապես փոխադարձ հարգանքը շատ կարեւոր է, նաեւ պետք է այս կողմից էլ նայենք, լինում են հաճախորդներ, մտնում են, սկսում են մուննատ գալ, այո, եւ սադրել եւ այստեղ արդեն ստացվում է այնպես կամ այն որ ամեն ինչից դժգոհ են, չէ՞, ինչ որ չգիտեմ, կոշիկի վրա մի հատ կետիկ կա, իրենք բողոքում են այդ կետիկից եւ իրենց թվում է թե վաճառողն է օրինակ այդ կետիկի պատասխանատուն, բայց մենք իմիջիայլոց 1000 անգամ ներողություն թատելու համար, բայց շատ կենսակ ոնց առօրյա, հա, շատ ժիզնիդնի վլոգ ենք տանում կոնվերսով մեր բրենդերից մեկով ու եթե հետաքրքիր է կարան նայեն անձնակազմը մարդիկ ովքեր որ այս ոլորտի մեջ են, հա, որ նայում են այդ, ասում են ինչքան ճիշտ է, այդ հարաբերությունները հաճախորդ սպասարկող, իրանք իրար մեջ, սպասարկող, երկու տարբեր հաճախորդներ, որ կարող է մեկ ավելի շատ ուշադրություն ուզենա գրավի, ու այնքան հետաքրքիր է, այո, կան շատ դեպքեր, որոնք որ դուք որպես սպառող ուշադրություն չեք դարձնում, կամ հակառակը ավելի շատ եք ուշադրություն դարձնում, որովհետև այն որ ասում է ցավոտ կետ է, ամենտեղ մտնում մունատ, ու մեկ է մտնում միտեղ, որտեղ սաղ ժպտում, վայ ինչ լավն եք։ Դրա համար այդ պետքա կարևոր էլ այդ հարաբերությունները, որ պահպանվի, լավ հարաբերությունը, հավատացեք այդ շատ ավելի շատ բան է տալու բիզնեսին, քան այդ մի քիչ ժպտացող, արհեստականորեն ժպտացող անձնակազմը, որ սպասում ժամը գա այդ հատուն։
Ես օրինակ հիմա հիշեցի, որ ժամանակին տարիներ առաջ մենք չէինք կարող լսել, որ օրինակ կան սպասարկման ոլորտի մասնագետներ, բիզնես քոուչեր, ովքեր կոնկրետ դա դարձրել են աշխատանք եւ այո, այդ ամենի մեջ ունեն իրենց պրոֆեսիոնալ մասնագիտական այսպես մոտեցումը, դա շատ կարեւոր է եւ ես շատ կուզեի, որ ձերպես մասնագետներ շատ լինեն այս ոլորտում, որովհետեւ իսկապես մեզ շփիտ պարգևեցին եւ կարողանում են կարգավորել հաճախորդ ես սպասարկման ոլորտի մեջ դա բավականին լուրջ լավ եք պահպանվել այդ բաներ ոլորտում լինելու համար։ Իդեպ զանգ ունենք, ընդունենք։ Բարի լույս։ Բարի։ Ողջույն, ում հետ ենք խոսում։ Դուք ինձ լսում եք։ Այո, դուք եթերում։ Ես ուզում եմ ձեր հյուրին մի առաջարկ անել։ Այս վերջերս սուպերմարկետներում նկատել եմ, որ ապրանքները շատ հաճախ տեղափոխում են տեղերը եւ դա ինչ որ ընդունված կարգ է, որովհետեւ հաճախորդը փնտրի եւ ինչ որ ուրիշ բաներ գտնի։ Սա ես որքան գիտեմ, բացի ինձ շատ մարդկանցից եմ լսել, որ նյարդայնացնում է մարդկանց։ Ժամանակ են կորցնում իրենց ուզած մթերքը, իրենց ուզած ապրանքը գտնելու համար։ Ես խնդրում եմ ասեք էլի, որ դա օգուտ չի անուններին, դա ավելի շատ նյարդայնացնում է եւ նույնիսկ կարող է հաճախորդ կորցնել։ Եղավ, շնորհակալ ենք։ Ձեր կարծիքը։ Տեսեք, գոյություն ունի մի հատ շատ խորամանկ քայլ, որը կոչվում է merchandising։ Անկախ նրանից դուք սնունդ եք թե հագուստ, merchandiser-ների հիմնական գործը հենց դրանում է կայանում փոփոխել սրահի ապրանքի դասավորվածությունը։ Սա ստեղծում է տպավորություն, որ եթե հագուստ է, հաճախորդների մոտ, որ դուք նոր ապրանք եք ստացել եւ չեք ուզում ոչ մի տեղ, դա խաբելու հնարք չի։ Մարդը երբ որ մտնում է սրա, ինքը նկատում է բոլոր ցուցադրված ապրանքի ընդամենը 30%-ը։ Շատ հաճախ լինում է, տեղը չես փոխում, մտնում են, ասում են, օրինակ, սպիտակ վերնաշապիկ, ցույց ես տալիս սպիտակ վերնաշապիկը, ասում նոր եք ստացել։ Ասում են, չէ, սա կախած է եղել այստեղ դեռ 2 շաբաթ առաջ, օրինակ, վայ չէի նկատել, դա նորմալ է։ Ու սովորաբար merchandising-ը արվում է հենց նրա համար, որ մարդիկ սկսեն նկատել, բայց նաև երկրորդ կողմը կա, մասնավորապես հենց սննդի ոլորտում տեղերը փոխում են, որ այո, հաճախորդը սկսի փնտրել։ Ինչի է օրինակ հացը սուպերմարկետում ամենավերջում դրված, որպեսզի դու արանքում ճանապարհին, արանքային լիքը ապրանքներ վերցնես, այն ինչ որ աչքը մասնավորապես սովորաբար ասում են սոված գնումների չի կարելի չէ գնալ, բայց նաև հացի գնալուց սուպերմարկետում դրվում ամենավերջում, դուք արանքում լիքը բաներ եք տեսնում։ Սուպերմարկետներում էլ merchandising-ը երբ որ փոխում են, հենց մենակ նա համար որ դուք փնտրեք ու ընթացքում այլ բան նկատեք, մեկ իշեք վայ տանը այս ինչ բանը չկար։ Բայց ուզում եմ մեր ռադիոլսողին ասել, որ եթե նյարդայնացնում է իրենց խանութներում, սուպերմարկետներում, հենց սպասարկող անձնակազմը նրա համար է, որ դուք հանգիստ դիմեք իրենց եւ ձեր ժամանակը չվատնելու համար ասեք, որ ձեր ցանկացած ապրանք իրանք տան ձեզ։ Դա իրենց պարտականությունն է չամտնում։ Եվ քանի որ արդեն շատ ժամանակ չունենք, մի վերջին հարց, որը կարծում եմ բոլորիս հետաքրքրում է եւ ակտուալ է։ Հայաստանում սև ուրփաթները իսկապես սև ուրփաթներ են։ Հայաստանում սև ուրփաթները իսկապես են, բայց ես կարող եմ պատասխանել միայն այն խանութների համար, որոնց հետ կապ ունեմ։ Մեզ մոտ իրականում իսկապես իրական գներն են։ Ու եթե դուք ուզում եք պահպանել ձեր հաճախորդին, ու եթե դուք ենթադրենք դուք իմ խանութի մշտական հաճախորդն եք, դուք ֆիքսել եք, որ այդ վերնաշապիկը արժի X գումար։ Եթե դուք սպասում եք սև ուրփաթին ու դուք գալու եք, որ դրա ավելի լավ է զեղչեն 5%, 10%, բայց իրական լինի, քան լինի այն ինչ որ այլ խանութներում ես էլ եմ նկատել, դա ինձ էլ է վրթովեցնում, որովհետև դա տարածվում է նաև մեր վրա, մարդիկ սկսում են վատ նայել, չհավատալ։ Ինքը գիտի արդեն։ Ու գալիս ու նայում ասում վայ, շատ հաճախ զարմանում են, մենք ենք զարմանում այդ զարմանալու վրա, ասում են, բայց այսինքն հետո նոր պարզվում է, որ այլ խանութներում այո, լինում են նաև խաբեբայություններ եւ այլն։ Կոչ եմ անում բոլորին այս ֆրոնտից ավելի լավա չզեղչեն, քան անեն ինչ որ կեղծ ակցիաներ։ Զեղչեք 5%, ձեր մշտականին կորցնելու եք, ինքը արդեն գիտի, որ դա 1000 դրամ, օպետք է զեղչվեր 990 դրամ։ Լավ է չզեղչեք, քան խաբեք։
Շնորհակալ ենք, շատ երկար կարող ենք խոսել, դեռ երկար էլ խոսեցինք, քան նախատեսել էինք, ինգա ձեզ լավ օր ենք մաղթում եւ ուրախ ենք, որ նման մասնագետներ կան, որոնք փորձում են այս կամ այն կերպ բարելավել ոլորտը։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ էլ էր շատ հաճելի, հուսամ էլի կհանդիպենք։ Իհարկե անպայման, մենք ենք շնորհակալ, մեր հյուրը բիզնեսի եւ սպասարկման ոլորտի բիզնես քոուչ Ինգա Մուրադյանն էր։ Այս պահին լսում ենք հերթական երաժշտական կատարումը, ճանապարհենք մեր հյուրին եւ վերադառնանք արդեն ամփոփենք։ Մի հասակ սեր պահեմ քեզի, դժվես ու կասես էլի դուր ինձի, սարերի քամունը ման փոթորկեցիր ինձի, չեմ տանի, չեմ հանի իմ սրտի միջից, լուսաբացի հովիգնեսի, վեր ու վար մի ալեկոծ ունի, քեզ կհանի Ես գիշերին երբ դու իմ անուն ես տալիս, աշխարհին իլուր աշխարհին, դողերով հոգուծդ ինձ էլ դող է գալիս, կխմեմ, կփնտրեմ անուն ես շնչիս, դու գիշերվա մրիկն ես իմ, ծովիսով մի ալեկոծ ունի, քեզ կհանի Հովիգնեսի վեր ու վար մի ալեկոծ ունի, քեզ կհանի ու կտանի, քեզ կտանի իմ սերը մեկ բանի, մի զարի թափի ու ես մենակ կսպասեմ քո վերադարձի, քեզ կհանի ու կտանի, քեզ կտանի Սուրճ ու սեր առավոտից։ 10:52 շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հանրային ռադիոյի ուղիղ եթերում, մեր եթերաժամի վերջին րոպեներն են եւ ավանդաբար այս պահին մենք ձեզ հետ կիսվում ենք մարզական նորություններով։ Վաղը ունենք շատ կարևոր ֆուտբոլային հանդիպում, կարող ենք Հայաստան-Վրաստան անդրադառնալ, մինչև դա հիշեցնենք, որ հայտնի է Եվրոպայի առաջնության ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, ապրիլի 7-ից 13-ը Բրատիսլավայում կկայանա Եվրոպայի առաջնությունը, ավելի քան 450 ըմբիշ կմրցի 30 քաշային կարգերում, ազատ, կանանց եւ հունահռոմեական ոճերում։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում արդեն հրապարակվել է առաջնության մասնակիցների հայտացուցակները եւ այսպես ազատ ոչ 57 կիլոգրամ Մանվել Խնձրցյան, 61 կիլոգրամ Արսեն Հարությունյան, 65 կիլոգրամ Վազգեն Թևանյան, 70 կիլոգրամ Արման Անդրեասյան, 74 կիլոգրամ Նարեկ Հարությունյան, 79 կիլոգրամ Հայկ Պապիկյան, 97 կիլոգրամ Գուրգեն Սիմոնյան։ Հունահռոմեական ոչ Մանվել Խաչատրյան, Կարապետ Մանվելյան, Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան, Շանթ Խաչատրյան, Մալխաս Ամոյան, Սամվել Գրիգորյան, Կարեն Խաչատրյան, Արթուր Ալեքսանյան եւ Դավիթ Օվասապյան։
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին եւ վերադառնանք գլխավոր մարզական նորությանը, իրադարձությանը, որը տեղի կունենա վաղը Հանրապետական մարզադաշտում ժամը 21-ին կկայանա, գիտեք, Հայաստան-Վրաստան հանդիպումը UEFA-ի ազգերի լիգայի 2024-25 խաղարկության անցումային play-off փուլում եւ այս հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը, այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականների անունները եւս հայտնի են, կրկին Ռադու Ժինգուլիակը եւ Միրչա Գրիգորիոն։ Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն։ Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է մրցավար եւ այսպես մենք հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, վաղը վստահ ենք, որ այսպես ամբողջ մեր ուժը, էներգիան ուղղելու ենք մեր ֆուտբոլիստներին եւ դեռ օրեր առաջ արդեն ամբողջ տոմսերը սպառվել էին ու այս խաղը նաեւ պատասխան չէ հանդիպում ունի, որը տեղի ունենալու հենց Վրաստանում։ Մենք հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին, մենք ձեզ հետ ենք։ Եվ եւս մեկ նորություն, Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ծանրորդ։ Այս մասին հաղորդում է Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը եւ ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնության բացման արարողությանը առաջին անգամ կհանձնի նաեւ AIPC Europe Rising Star մրցանակը։ 19-ամյա Գրիգորյանը նախորդ տարի դարձել էր մեծահասակների Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Եվ մեկ լուր էլ միջազգային, այսպես մարզական դրահոսից, Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստների նոր վարկանիշ է ձևավորվել, Transfer Market-ը թարմացրել է այս ցուցանիշը եւ Manchester City-ի հարձակվող Erling Haaland-ի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ 200 միլիոն եվրո։ Այս պահին նորվեգացի ֆուտբոլիստն ամենաթանկարժեքն է համարվում, ոչ միայն նաև ամբողջ այսպես աշխարհում է նա համարվում, ոչ միայն Անգլիայի Պրեմիեր լիգայում, եւ երկրորդն այս ցուցանիշով Արսենալի ֆուտբոլիստ Սական է 150 եվրո, եւ նրան հաջորդում են Ռոդրին եւ Ֆոդենը Manchester City-ից, ինչպես նաև Պալերմը Չելսիից 130 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Հրաշալի թվերից ենք խոսում, բարով վայելեք, իսկ մենք վայելեցինք մեր մեկ բաժակ սուրճը, վայելեցինք ձեր ներկայությունը, հարգելի ռադիոլսողներ, ձեր մեկնաբանությունները եւ իհարկե ձեր զանգերը, որոնք շատ կարեւոր են մեզ համար։ Շատ շնորհակալ ենք ձեր ակտիվության համար, անկախ եղանակից ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Այո, վաղը ուղիղ եթերում ձեզ կողջունեն մեր գործընկերները Տիգրանը եւ Լուսինեն, մենք ուրբաթ կլինենք եթերում, բայց անկախ նրանից թե ովքեր են եթերում, ամեն առավոտյան աշխատանքային միացեք Հանրային ռադիոյին 9:30-ից, մենք ապահովում ենք սուրճը, սերը եւ լավ տրամադրությունը։ Տաղավարում ձեզ համար աշխատեցին Սևակ Հակոբյանը, Մարինա Գրեգը եւ Պատուհանից այն կողմ մեր գործընկերները, որոնք ապահովեցին մեր ուղիղ եւ անխափան եթերը։ Շնորհակալ ենք։ Մոռացիր անձրևը, մոռացիր, մոռացիր գիշեր թաց, երբ լուր դու գնացիր, կաթիլները թրջում են անձրևին, և պարում անվերջ մի պար, դրվում գնաց երկրին։ Դու թրջիր անձրև, դու թրջիր և հոգիները, դու մաքրիր, դու թրջիր անձրև, դու թրջիր բարելով, դու թրջիր անձրև, դու թրջիր և հոգիները մեր մաքրիր, դու թրջիր անձրև բարելով։ Արևը գնաց ամպերը կախված ու դուրս եմ գալիս քաղաքնա քնած անձրևը գալիս են դուտ քաղաքում ուր թողեցիր սերդ կեղտոտ մայթերում կողպեցիր դուրը տանձրևի ուրներ են մոտ գիշերում դու էր են մոտ գիշերում իմն էր են մոտ գիշերը մերն էր գիշերը գիտի մեր մասին ամեն ինչ օգնել արդեն մեր դատակ մտքերից օգնելա մեզ արտանալ քնից անելա տնից բրկելա ստից գրկելա նա ինձ զգացել եմ ես ինձ օգնել եմ մեզնից Գիշերվա կեսին, թողել եմ քեզ ինձ, նորից անձրև ա գալիս Դու թրջիր անձրև, դու թրջիր անձրև, նորից անձրև ա գալիս Դու թրջիր անձրև, դու թրջիր անձրև, անձրև ա գալիս Դու թրջիր
թրջիր անձրև, դու թրջիր և հոգիները դու մաքրիր, դու թրջիր անձրև, դու թրջիր բարելով, դու թրջիր անձրև, դու թրջիր և հոգիները դու մաքրիր, դու թրջիր անձրև Սուրճ ու սեր առավոտից